Խորհրդանական ընտրություններին մասնակցելու եք։ Այո, Ձեր ձայնում եք տալու։ իմ ձայնը տալիս եմ այսօրվա իշխանություններին։ Շատ գոհ եմ։ Ինքս անձամբ գոհ եմ այնքանով զգացել եմ դրա եւ արդյունքը եւ ամեն ինչով ինձ գոհացրել է։ Առավել շատ որ աշխատանքներից։ Որից եմ գոհ, առավել շատ որ մարդկանց օգնում են եւ խաղաղություն է աշխարհում։ Ես չգիտեմ նոր եկողները պետք է շարունակեն, թե այլ ուղի կբռնեն, բայց կոնկրետ այս պահի դրությամբ զգացել եմ եւ զգում եմ։ Թող այդպես լինի եւ շարունակաբար ընթանա նույն տեմպով։ Իհարկե նախընտրելի է այն մարդուն, ով մեր պետությունը սիրում է, չի եկել ստեղ որպես տուրիստ, ստեղի բնակիչ է եւ սիրում է իր հողությունը։ Աշխատանք եք ավելի շատ գնահատում կամ գնահատում։ Տղա ջան, ուրեմն ես 75 տարեկան մարդ եմ Թոշակառու, ես այսօր 400,000-ի օգուտ եմ ստացել։ Աչքս օպերացիային արի առանց մի կոպեկ տալու։ Ու սենց լիքը բաներ կարող եմ նկարագրել, բայց երբ որ մարդիկ քայլում ասում են, վայ, սիգարետը գցել են, ես ինչ գիտեմ ինչ, շատ վատ է մեր երկրի վիճակը։ Չէ, ես ոնց որ թե ապագա տեսնում եմ։ Խորհրդանական ընտրություններին մասնակցել եք, ձեր ձայնում եք տալու։ Բնականաբար այո։ Հիմա ներկա իշխանության։ Մենակ են որ մենք խաղաղ ենք, դա արդեն մեծ ձեռքբերում է։ Թոշակներն են բարձրացել, իհարկե ես այդ տարիքում չկամ, բայց շատ լավ բան է։ Ամեն մեկը եթե ուզում է լավ ապրի, պետք է մտածի առաջին Թոշակառուի մասին։ Աստվածաշնչում մի լավ խոսք ասում է հարգի ծնողիդ, որ հարգված լինես ու պատասխանը ստանաս ճիշտ ձևով։ Ես հավատում եմ, որ լավ է լինելու մեր երկիրը։ Քանի մենք կանք, մենք ուժեղ ազգ ենք։ Ես հավատում եմ, շատ լավ է լինելու։ Ուղղակի պարակտիչները որ չլինեն, այդ շատ լավ կլինի։ Ձեր ձայնում եք տալու։ Միանշանակ իշխող կուսակցությանը գոհ եմ ամեն ինչով։ Նախ առաջի հերթին խաղաղություն, խոսքի ազատություն։ Ինքս Թոշակառու եմ, չեմ ասի թոշակները բարձրացել, այս առողջապահական սիստեմում դա հրաշք է, որ ազատ շնչում ենք, ապրում ենք, հույս ունենք։ Ну, հաճելի երևույթ է, հաճելի բան է, որ մարդկանց գոնե սովետի ժամանակ մարդկանց անվճար էին բուժում, բայց հիմա վճարովի է, իսկ լավը նա է, որ գոնե տարիքով մարդկանց միջնորդում են, անվճար են բուժում, եւ վիրահատում, եւ բան, եւ ավեր։ Խաղաղության հետ կապված ինչ կասեք։ Խաղաղության հետ կապված կողմ չեք, որ խաղաղությունը։ Իհարկե կողմ եմ, որ խաղաղություն լինի, մարդիկ լավ զգան իրանց, հանգիստ զգան, ինչքան զոհեր գնացին, ինչքան անմեղ մարդիկ մահացան, շատ ցավալի է։ Խաղաղություն, իհարկե խաղաղություն, միայն խաղաղություն։ Հաստատ նախկիններից չեմ գնահատում, բացի քանդելուց ոչման չեմ տեսել։ Վերջին փոփոխություններից ո՞րն եք ավելի շատ գնահատում։ Օրինակ առողջապահության փոփոխությունը կամ Առողջապահության ինչ վատ է, որ 65 տարեկանից բոլոր թոշակառուները անվճար օգտվում են զեղչերից։ Դա շատ լավ, ինչ վատ բան է, որ վատ է, որ սաղ ասում են նախընտրական, թող անունը լինի նախընտրական, թող անեն լինի նախընտրական, քարոզա էս այնա։ Սա բոլոր երկրներում է տենց, Տրամպը նախընտրական չէր անում, Բայդենը չէր անում, կարևորը անեն, ոչ թե խոսք տան, այդ գենոցիդը կընդունենք, եթե մեզ ընտրեք, անցնում էին ու չէին ընդունում, ավելի լավ է անեն, այդ որ գործով մարդիկ տեսնեն, շատ փոքր բան է, իհարկե հանրապետության համար, բայց էլի բանա չէ, 65 տարեկանից հետո ժողովուրդը կարող է օգտվի, գոնե արեցին միջև ընտրությունը, ոչ թե բնական շատ լինեին, շատ լավ կլներ, մենակ փնովելով շատ հեշտ է, հələ ամեն մեկը թող պատկերացնի իրան այդ տեղում, այս փոքր երկիրը շրջապատված թշնամիներով, ամեն մեկը թող պատկերացնի, այսօր փառք Աստծո խաղաղություն է, դա էլ երկու երկրների, երկու կողմերի մեջ գտնել ամեն մեկի բանը չի։ Այո, անպայման, այո, Նիկոլին եմ ընտրելու։
Բա դա գաղտնիք է, ումը պետք է ասվի։ Այսօր նա ժամանակը ղեկավարի Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք։ Ձեր ձայնում եք։ Ինչ ընտրություն է։ Փաշինյանին ընտրելու եք, թե չէ։ Փաշինյանին ընտրելու եք, չընտրելու եք, իհարկե։